Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Օրը բարի չէր լինի Նիկոլի համար, եթե որևէ ցնցում չլինի մեր երկրում։ Արդեն շակերտավոր ավանդույթ է դարձել, բարի լույսը բոլորը դիմավորում են փոխանցելով մի ինչ որ զարուրելի բան կամ չգիտեմ որտեղ պայթուն, կամ սպանություն, կամ մահ, կամ ձերբակալություններ, կամ ԱԱԾ-ն ինչի բնակարան, կամ խուզարկություն, կամ գիշերով մտան, կամ լուսաբացին մտան, կամ կալանավորեցին, սա է։ Հայտնի բան կա, որ ասում են ցանկացած մարդ, երբ որ դառնում է երկրի ղեկավար, ինչ որ մի փուլից ինքը տանում է համերաշխության եւ ինքը դառնում է ավելի կոնսերվատիվ, պահպանողական եւ առավել եւս ազգային, իր ազգի, պետության, երկրի շահերից է սկսում։ Ամենավան մարդիկ, եթե այդպեսին չեն դառնում, անգամ լիբերալ մարդկանց մասին է խոսքը։ Լիմոնովի խոսքերն են, բայց կարծում եմ շատ տեղին են։ Եթե ասում եմ այդպես չէ, այդպեսին չեն դառնում ավելի ազգային, ավելի պետական պետության շահերից ելնելով, համախմբման առումով ազգային շահերից ելնելով, ուրեմն կա, մենք խնդիր ունենք։ Կարող ենք նորից սկսել։ Եթե այդպես չի, ուրեմն երկու բան կա, կամ մարդը առողջության հետ կապված խնդիր ունի, ոչ թե սրտանոթային հիվանդության մասին է խոսքը, այլ շիզոֆրենիայի բան, դրա հետ կապված խնդիր ունի, կամ մարդը ուղղակի այդ երկրի թշնամին է կամ դավաճանն է, հակառակ դեպքում մարդը չի հնարավոր չի մարդը 3 տարի, 4 տարի, 5 տարի, 6 տարի, 8 տարի լինի իշխանության եւ ողջ երկիրը առավոտ ու գիշեր բառից բուն իմաստով այսպես ցնցել եւ պատերազմով ցնցել, նորից պատերազմով ցնցել, նորից պատերազմով ցնցել, ձերբակալություններ, ծեփել պատին, փռել ասֆալտին, ել չեմ ասում ուղակի խլել մարդկանց սեփականությունը։ Հետաքրքիր է, որ այն մահաբեր տիկինը, որ այստեղ էր, պիտի ամեն ինչ անեն, որ կերակրեին իրան այդ ինֆորմացիայով, որտեվ երեք ինձ հուշեցին, ասացին, որ նաեւ անպայման շեշտի, որ այս տիկինը նաեւ տգետ է, պատմություն չգիտի եւ իրականում չի էլ պատկերացնում։ Իրեն թվում է այսպես օթերից իջելը եւ այսպես կգա լոզունգներ կտարածի, որ Հայաստան եւ Ադրբեջան պիտի բարեկամություն եւ խաղաղություն լինի, ու այդ լոզունգներով պիտի ապրեն։ Ոչ անցյալը գիտի, ոչ ներկան գիտի, ոչ է պատկերացնում է, թե այս երկու ժողովուրդներ, չեմ ասում Թուրքիայի հետ, հայ ժողովուրդը ինչ ճանապարհ է անցել եւ ընդհանրապես իրենց քաղաքականությունը ինչպիսին է։ Հիմա մենք առավոտը բացվեց եւ ինչ է տարածում է, որ մտել են ԱԱԾ-ականները, դիմակավորված անձինք, զինված, մտել են Գագիկ Ծառուկյանի տուն։ Հետո քիչ անց արդեն պարզ է դառնում, որ մուլտի գրուպ էր մտել, հետո կոնյակի գործարան, արդեն այս ինֆորմացիան շատ ակտիվ հետո տնտեսվարող սուբյեկտների տնօրենների տներ, անգամ այդպես։ Մտել են նաև այդտեղ, այնպես որ այս իմաստով վաղ տերոր տարածելու եւ ամենակարևորը, որ պիտի մարդկանց սեփականության նկատմամբ ոտնձգությունը, սա բարից բուն իմաստով ֆաշիզմի մի տեսակ է, նեոբոլշևիկների քաղաքականությունն է եղել, խլել, որ սա շատ, ես չգիտեմ, արևմուտքի համար սա բացարձակ բան է, չէ՞, սեփականության իրավունքը, տեսեք, անգամ այդ իմաստով է, չեմ ասում, որ մարդու իրավունքի սուրբ կողմ, այո, սեփականության իրավունքը, մարդու իրավունքի, հիմա ընտրելու իրավունքի հետ կապված մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բռնաճնշումները, ավտորիտար համակարգ, ամեն ինչը շարունակվում է, ընդդիմադիր հայացք եթե ունես, քեզ անմիջապես պիտակավորում են, որ դու հիբրիդային պատերազմ ես բերում եւ իրենք նելով գործակալ, որ դու չգիտեմ ինչ երկրների գործակալ ես, իսկ այսօր քանի որ խնդիր ունեն թեքվելու դեպի արևմուտք, ամենահարմարը թերևս ներկայացնել, որ Ռուսաստանի Դաշնության ինչ որ գործակալներն են եւ տանեն ձերբակալության, բայց տեսեք, ինքը նաեւ խորամանկ է, ինքը առերևույթ արևմուտքի հետ այդ կեղծ սուտ մահաբեր ժպիտներին տրվում է առերևույթ
Եթե հետևում եք, տեսնում եք, որ տրվում է, այսպես սիրաշահում է, շատ ջերմ զրույցներ, ընդունելություն եւ այլն, բայց ինքը այդքան հիմար չի Նիկոլ, ինքը շատ լավ հասկանում է, որ իր տնտեսությունը պայթելու է, եթե Ռուսաստանի կողմից սահմանափակումները եւ սանկցիաները շարունակվեն։ Եվ դրա համար մենք տեսնում ենք, որ մամուլում այս ինֆորմացիա տարածվեց, որ ինքը հետևողական տարբեր փորձել է հարաբերությունը կարգավորվի եւ անգամ գոնե մեկ հեռախոսազանգ ունենա, հեռախոսազրույց ունենա Պուտինի հետ, բայց դա չի ստացվել եւ ամեն ինչ արվել է եւ այդ Միշուստինի հետ ստացվել է եւ հիմա էլ գնալու են տեղ, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ ինչ է արել, որ հակառուսական տրամադրությունների սերմանումը իր մեջ շատ վաղուց է եղել, հատկապես իշխանության գալուց հետո, բայց ինքը, այսպես ասած, փորձելու է ինչ-որ առևտուր անել, ինչ-որ բաներ պայմանավորվել, մինչ այդ ինքը ինչ է անում, մարդիկ ովքեր են գործիչները, քաղաքական գործիչները, գործարարները, ովքեր հայտ են ներկայացրել եւ մասնակցում են այս ընտրության եւ այս ընթացքում, բազմիցս խոսել են նրա մասին, որ Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից, իդեպ ամենամեծ կախվածություն վերջին Հայաստանի նորանկախ հանրապետության ընթացքում ամենամեծ կախվածության Ռուսաստանի Դաշնությունից, խնդրում եմ չզարմանաք, բերել է Նիկոլ Փաշինյանը եւ ապրանքաշրջանառություն եւ տնտեսական կախվածություն ամենաշատ ինքն է վերել, բայց դա անելով ինքը փորձում է հիմա այնպիսի տպավորություն է, որ ինքը փորձում է այլ գործիչներին, ովքեր որ դրա մասին խոսում են, որ մենք մեծ կապվածություն ունենք, որ շատ կարևոր է մեր տնտեսությունը կարող է պայթել, որ այսպիսի տրանսֆերներ են գալիս, որ մենք այնտեղ 3 միլիոն հայություն ունենք, որ գազը մեզ շատ բավականին էժան են տալի եւ ովքեր որ խոսում են դրա մասին եւ ասում են պետք չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, հիմա ինքը շատ կոնկրետ տերոր է անում եւ ձերբակալում է այս անձանց եւ խլում է այս մարդկանց սեփականությունը եւ նաեւ խոստաց կալանավորել է իհարկե նրանց երեքին էլ եւ Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին, հիմա արդեն Անդրանիկ Թևանյանին, մտնում են եւ Անդրանիկ Թևանյանի թիմակիցների տները, ինքը հիմա սա այսպես շատ ակտիվ ձևով անում է ամենայն հավանականությամբ Միշուստինի հետ հանդիպմանը զուգահեռ, որպեսզի ինչ որ բան ունենա, այսպես ասած քննարկելու եւ առևտուր անելու, որ այ ես էլ այստեղ կարող եմ օրինակ ազատ արձակել, մի քիչ ազատ թողել, չգիտեմ ինչ անել, այ դուք էլ թույլ տվեք, որ մեր ինքը արդեն տեսնում է ինչ է, ջերմատները աղետալի վիճակում են, գյուղացիները աղետալի վիճակում են, գիտեք որ ծաղկի շուկա, ծաղկի հետ կապված ինչ է կատարվում, լոլիկի հետ կապված, վարունգի հետ կապված, այսինքն լուրջ խնդիրներ են առաջ գալիս եւ ինչպես ասում են, սրանք դեռ ծաղիկներն են։ Հիմա այսպես մտել է այս պատկերն է, ուրեմն առավոտյան 3-4 ժամ շարունակ թույլ չեն տվել, սա իսկապես, ես չգիտեմ, օրենքի մասին խոսել Հայաստանի Հանրապետությունում, արդեն սա իսկապես զավեշտ է։ Ուրեմն տևական ժամանակ ես հիմա ժամը չգիտեմ, եթե դուք հետևել եք ինձ հուշեք, քանի ժամ շարունակ առավոտյան եւ Իվետան դրա մասին խոսեց եւ Արման Աբովյանը որևէ թիմակցի թույլ չեն տվել մտնել եւ բացի այդ թույլ չեն տվել փաստաբաններին մտնել 1 ժամ 2 փաստաբաններ են բանակցել 1 ժամ հետո Ուրեմն մի քանի ժամ շարունակ ասում էին թույլ չեն տալի, 1 ժամ բանակցելուց հետո նոր թույլ են տվել, որ 2 փաստաբանները մտնեն ներս, հիմա երրորդը փորձում է Հիմա թողեցին նոր, այսինքն, սպասեք, առավոտյան 7-ին, 8-ին մտել են, հիմա ժամը 12-ն է, պատկերացնում եք ինչ են անում, եւ խոսել օրենքի մասին, չգիտեմ ինչի մասին, այս մարդը այս ճանապարհն է ընտրել, խնդրեմ, եւ առիթ ունեցել եմ խոսելու եւ Գագիկ Ծառուկյանի մեծ բարերար լինելու մասին եւ բացի այդ, եթե բարերար էլ չլիներ, լավ հիշեց պարոն Նահապետյանը, Սուրբ Հորդ, չէ, ինչպես կով կամ կով, այո, սեփականության իրավունքը, այս մարդը ուղղակի տերոր է անում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որ ասում են դու դավաճանել ես հայ ժողովրդին, դու ծախել ես Արցախը, դու քո պատճառով Հայաստանի Հանրապետությունը օկուպացված է, ել չեմ ասում, որ մենք ունենք Բաքվի բանտում շարունակում են մնալ գերիներ, հայատյացությունը Բաքվում շարունակվում է, երկրի տնտեսությունը պայթում է, արտաքին պարտքը հասել է 15 միլիարդի, տնտեսական աղետալի վիճակում է երկիրը գտնվում, ինքն էլ է հասկանում, ինքը այդքան խելք ունի, հասկանում է, որ կամ մյուս օր կարող է շատ կոնկրետ հացի խնդիր ունել եւ դրա համար հիմա շատ խելոք երկար խնդրելուց համոզելուց հետո ինքն է համոզել եւ խնդրել, փորձեց գնալ եւ հանդիպել Միշուստինին։ Խնդրեմ,